Այնինչ Մայրաթոռը պաշտոնական հաղորդագրությամբ սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն arքեպիսկոպոս Միրզախանյանն անվանում է պատարագ։ Խոսքը Հովանավանքում կարգալույց քահանայի կատարած ծեսի մասին է։ Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների հոգևոր արարողության, մենք ազատ երկրում ենք եւ բնականաբար կարող են գնալ եւ մասնակցել։ Դա ցանկացած մարդի որոշումն է դա։ Դա պատարագ է ձեզ սրբազան։ Պատարագ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վայրկյան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարագ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դու գնացեք հարցրեք ով համարել է, ինչ։ Ասում եմ, ես Մայրաթոռն եմ։ Դուք Մայրաթոռի միաբաններից եք։ Այո, բայց Մայրաթոռը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող Մայրաթոռը պատասխանի այդ ամենը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի տեսակետը ստացվում է տարբերվում է Մայրաթոռի պաշտոնական տեսակետից։ Էջմիածինն այդ արարողություններն անվավեր է համարում, նշում, որ Հովանավանքը պիտի վերասրբագործվի։ Բոլորին մեր վարչապետ եւ միասին աղոթքի։ Վազգեն Սրբազանը մի պատմության մեջ ընկավ Փաշինյանի եկեղեցիների չուլանացման վերաբերյալ հայտարարությունից, այսինքն արշավանքի մեկնարկից, ուղիղ 1 ամիս առաջ։ Նա Հայաստանի վարչապետին էր ջերմորեն ընդունել Տալինի հայկական եկեղեցում, օրհնել նրան, ողջունել քայլերը դեպի Եվրամիություն։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողությամբ մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։ Փոքրիկ այս դրվագը սակայն դուր չէր եկել Էջմիածնին, այստեղից Սրբազանի մտքերն անվանել էին սուբյեկտիվ, նրան հորդորել շրջահայաց լինել։ Արդյոք Վազգեն Սրբազանի տեսակետը տարբերվում է նաև կաթողիկոսի գահակալության հեռանկարի առումով։ Ազատության տեղեկություններով հոգևոր վերնախավում կան քննարկումներ, որ վեհափառն այնուամենայնիվ պիտի հեռանա գահից։ Այդպիսի ձայներ կան, հարցրինք Վազգեն Սրբազանին։ Ոչ մի քննարկում չկա վեհափառ հայրապետի հեռացման հետ կապված։ Բայց մեր վեհափառն է եւ մենք շատ հաճախակի իրեն հետ քննարկումներ ենք ունենում բազմաթիվ հարցերի շուրջ եւ այս մտահոգություններն էլ ունենք եւ արտահայտում ենք։ Միայն այն, որ Հովանավանքի Տեր Արամ քահանայի կարգալուծության որոշմանը մեկ եպիսկոպոս Գևորգ Սրբազանը դեմ է եղել, արդեն իսկ Մայրաթոռի ներսում հակասությունների մասին է վկայում։ Իսկ ինչպես է պատկերացնում Վազգեն Սրբազանը այս իրավիճակի հանգուցալուծումը, օրորի է սրվում հակամարտությունը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև։ Իմ կարծիքը հետեւյալն է, որ ճիշտ պիտի լինի, որ երկու կողմի մեր ղեկավարները, որպես մեր ազգի եւ պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության եւ բոլոր հարցերին լուծում տան։ Դա հնարավոր է, ըստ ձեզ։ Ես չեմ կարող ասել։ Ձեր տպավորությամբ կողմերը պատրաստ են նման երկխոսության։ Չեմ կարող ասել, բայց դա պիտի լինի։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որ լինի։ Խոսել եք վեհափառի հետ նման պատասխան։ Թույլ տվեք, որ ես այդ հարցին չպատասխանեմ։ Երեկվանից Մայրաթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է սկսվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության օրակարգում նաև հակաեկեղեցական արշավն է որպես մարտահրավեր։ Հանգուցալուծումն ինչպես եք պատկերացնում։ Հարցրինք Վայոց ձորի թեմի առաջնորդին Աբրահամ arքեպիսկոպոսը վերջին 5 ամիսներին սակավախոս է։ Ժողովը կորոշի, ես չեմ որոշում դա։ Այս ժողովը պիտի որոշի։ Անշուշտ, հավանաբար, որևէ ժողովում որոշումներ կլինեն։ Չգիտեմ։ Արդյոք բոլոր միաբաններն են այն կարծիքին, որ վեհափառը չպիտի թողնի գահը։ Ես չգիտեմ, այդ քննարկումը կա թե չկա, ես Վայոց ձորում չեն ասում տես բաներ։ Կա թե չկա, չգիտեմ։ Ժողովի ընդմիջմանը Նավասարդ arքեպիսկոպոս Կճոյանին փորձեցինք մոտենալ։ Նա հաստատուն քայլերով դուրս էր գալիս վեհարանի տարածքից, տեսախցիկը նկատելուն պես հետ պտտվեց։ Ավելի ուշ հրաժարվեց հարցազրույցից։ Կներեք։
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ ու Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ խաժակ arczepiskopos Պարսամյանը նույնպես հոգևոր խորհրդի անդամ է։ Նա Հովանավանքում տեղի ունեցողի վերաբերյալ մայրաթոռի պաշտոնականից տարբերվող տեսակետ չունի։ Ոչ կանոնական է այդ, բնականաբար։ Ոչ կանոնական է։ Մնացած հարցերին ի պատասխան առաջարկում է սպասել պաշտոնական հաղորդագրությանը ժողովի ավարտին, այսինքն 3 օրից։ Մեկ եզրակացության չենք եկած։